Կրթության ազգային ինստիտուտի մասին վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունը դարձել է աղմուկի պատճառ։ 63 էջում ներկայացված 2015-ի ծրագրերի ու դրանց համար նախատեսված բյուջետային ծախսերի ուսումնասիրությամբ բացահայտվել են հատկացումներ, որոնք չեն համապատասխանել նախատեսված ծախսերի չափերին։ Կրթության ազգային ինստիտուտի տնօրենը սակայն համաձայն չէ տրված գնահատականներին։ Նորայր Ղուկասյանի խոսքով պալատի մասնագետները հաշվետվությունը կառուցել են ընդամենը 2 փաստաթղթերի համեմատության վրա։ Դրանք են 2014-ի հուլիսին գրված բյուջեի նախնական հայտը և 2015-ի ապրիլին հաստատված եկամտային ծախսերի նախահաշիվը։ Իրանք ցույց են տալիս, թե այս թղթի մեջ սրանից ինչքան ավել է գրված։ Ու տպավորությունը ստացվում է, որ դա իրոք ավել է։ Իրանք մի բաժակ ջրում փոթորիկ են արել։ Այս ծախսերը ավել է, բայց պակաս են չես գրում։ Դրանք բացարձակ նույնն են, որտեղ երկու դեպքում էլ նույն 505 միլիոնն է ծախսվել։ Համաձայն վերահսկիչի զեկույցի նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումներ ծրագրի բյուջետային հայտով որոշակի ծախսերի համար նախատեսվել են լրացուցիչ միջոցներ։ Այսպես, թեև ծրագրի աշխատակիցներին տրանսպորտային միջոց ամրացված չէ, բայց դրա համար նախատեսվել է 812,000 դրամ։ Նույն կերպ նաև կապի, էլեկտրաէներգիայի, կոմունալ և այլ ծախսերի համար հատկացվել է 9 միլիոն դրամ։ Այն դեպքում, երբ որևէ ծառայության բաժանորդ չեն հանդիսանում, գործում են Կրթության ազգային ինստիտուտի շենքում, զբաղեցնելով 4 սենյակ։ Նորայր Ղուկասյանն այս փաստը չի ժխտում, բայց նշում է, որ ամբողջ ծախսը բաշխվում է հավասար բոլոր ծրագրերի միջև։ Ես ենթադրենք, այս շենքի ջերուցման համար ծախսում եմ X գումար։ Այդ ջերուցումը հո մենակ մի ծրագրի վրա չեմ հաշվարկում։ Ես հաշվարկում եմ եւ այս ծրագրով, եւ այս Ղուկասյանը նաև նշում է, որոշակի դեպքերում անգամ տնտեսումներ են եղել, բայց բարերի խմբագրումների պատճառով այլ իմաստ են ստացել։ Ըստ նրա, նախնական արձանագրությունում տեղ գտած պակաս կամ տնտեսում ձևակերպումները վերջնական հաշվետվության մեջ չկան։ Այդտեղից էլ գալիս է ամբողջ շփոթությունը։ Դուք ինչ որ աշխատանք եք անում, աշխատավարձ եք ստանում։ Ես գալիս տեսնում եմ, որ աշխատավարձը չեք ծախսել։ Ուրեմն շատ եմ տվել ձեզ։ Իրաց դատողությունը սա է։ Եթե ես ամբողջը չեմ ծախսել, այդ նշանակում է ինձ շատ եք տվել, իրանք ասեն շատ ես բերել բյուջեից։ Ազատության հետ զրույցում վերահսկիչ պալատի նախագահի մամուլի քարտուղարը նշեց, որ վերջնական հաշվետվությունը կազմվում է արձանագրության հիման վրա, իսկ ինստիտուտում այդ առնչությամբ առարկություններ չեն եղել։ Ինչ վերաբերում է ձևակերպումներին, ապա Արամ Ալավերդյանը վստահեցնում է, իրենց մասնագետները բովանդակային փոփոխություններ չեն անում։ Ես նորից եմ ասում, դրանք ամբողջ ընդամենը ձևակերպումների հարց է, բայց ամբողջ բովանդակությունը պահպանվել է։ Կրթության ու գիտության նախարարությունում արդեն ստացել են Կրթության ազգային ինստիտուտի գրավոր բացատրությունը վերահսկիչի բացահայտումների առնչությամբ։ Ազատության հետ զրույցում նախարար Լևոն Մկրտչյանը սակայն չհստակեցրեց, համաձայն է արդյոք տրված գնահատականների հետ, թե ոչ։ Նա միայն նշեց, որ խախտումներ չկան եւ նախարարության տեսակետը կներկայացվի առաջիկայում։ Վերահսկիչ պալատը պարբերաբար հետևում է եւ իրականացնում է հետազոտություններ, որից հետո համատեղ քննարկվում է եւ դիտողությունները համատեղ քննարկումից հետո կարծիքը ուղարկվում է։ Առաջիկայում մեր կարծիքը կուղարկի եւ հրապարակային կներկայացնենք։ Բացահայտված խախտումների հիմքում համակարգային խնդիրներն են, վստահ է Կրթության ոլորտում ուսումնասիրություններ իրականացնող Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրենը։ Լարիսա Մինասյանի գնահատմամբ ֆինանսական միջոցների սխալ օգտագործումն ու պետական գնումների համակարգում խախտումները չարաշահումների մի փոքր մասն են միայն։ Պրոբլեմը համակարգային է, երբ որ դու ունես համակարգային բարեվարկության, համակարգային ինտեգրիթի, համակարգային անգամ կոռուպցիոն ռիսկերի միջավայր եւ այդպիսին է ցավոք կրթության համակարգը, դա միայն ժամանակի հարց է, թե երբ դա մեկ անգամ եւս կպայթի մեր երեսին։ Խոշոր գումարների դուրսգրման եւս մեկ հետաքրքիր փաստ է արձանագրվել վերահսկիչի զեկույցում։ 2015-ին Երևանում անցկացված Բոլոնյան ծրագրի նախարարական գագաթնաժողովի պաշտոնական ճաշկերույթի համար պետբյուջեից հատկացվել է 11 միլիոն 220 հազար դրամ։ Օջախ ռեստորանում անցկացված երեկույթի համար մոտ 23,000 ամերիկյան դոլարով ծախսերը չեն սահմանափակվել։ Գագաթնաժողովի միջոցառումների հետ կապ չունեցող ծախսերի համար էլ հատկացվել է 4,5 միլիոն դրամ։ Լարիսա Մինասյանն ընդգծում է, այսպիսի գումարներ ծախսվում են այն պարագայում, երբ մարզերում խիստ անմխիթար վիճակում գտնվող բազմաթիվ դպրոցներ կան։ Ծախսեր չեն կատարվում, որ իսկապես ճակատագրական են թե երեխաների, թե դպրոցի, թե գյուղի, թե համայնքի համար։ Եվ այդ ֆոնի վրա կարդալ այսպիսի ծախսերի մասին ցավալի է։ Կրթության ազգային ինստիտուտի տնօրենը բացատրում է, իրենք այս պարագայում զուտ մեխանիկական փոխանցում են արել։ Նախարարության հետ կնքած պայմանագրի համաձայն նախարարի գրավոր հանձնարարականով։ Նորայր Ղուկասյանը սակայն հնարավոր է համարում մեկ ճաշկերույթի համար 23,000 դոլար ծախսելը։ Որ հարսանիք են անում։
ինչքան են ծախսում մեկ անձի համար։ Եթե իմ կարծիքն եք ուզում ասել, որտեղ խիստ հնարավոր է, ինչու հնարավոր չի։